Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եվ որ երեխա էինք, սուտ մը գխոսեինք կամ մեղ մը գործեինք, մայրիկս ամիջապես կսեր։ Աստված բաբան ծեր սուտը գտեսնե, ծեր գործած մեղ կգտեսնե եւ երկինքեն ծեր վրա քար գնեդե։ Հետվապար սուտ մի խոսիկ, հետվապար մեղ մի գործեք։ Եվ մենք երեխա վախով երկին կնայինք, որ հանգարց չլար, որ մեր վրա քար մինար։ Սիրելիներ, ոչ թե մայրս էր սխալ այդ իր խոսքին մեջ, այլ Աստված է ողորմած։ Եթե Աստված ողորմած չլար, աշխարհը քարագույդի կվերածվեր։ Յուրաքանչյուրիս վրա քարերու հսկա թեզեր գլեցվեին, որովհետև ամենքս ալ որքան մեղքեր կգործենք ամենօրյա կյանքին մեջ։ Բայց Աստված սիրելիներ, ինչպես կսե Մանասե թագավորը իր զղջման աղոթքի մեջ, Աստված մեր մեղքերուն համաձայն չի հատուցաներ մեզի, այլ իր ողորմության թեր գարժանացնե։ Եվ մենք սիրելիներ քարաստորյա այդ զբաղոց օրերուն օգտվինք Աստծո մեզի հանդեպ իր ցուցաբերած ողորմութենեն, օգտվինք սիրելիներ այն անհուսերեն, այն երկայնամդութենեն, համբերադարութենեն, որով Աստված մեզի հանդեպ ցույց կտա, հետևաբար զղջանք, իրեն դառնանք, ապաշխարենք, խոստովանենք մեր մեղքերը եւ հավատացեք, որ պիտի ները մեզ դերը։ Որովհետեւ դերը գսե Եզեկիելի մարգարեի 18-րդ գլխու 20-րդ համարին մեջ, միթե ես ամբարիշտին մեռնիլ գուզեմ, գսե Տեր Եհովան, չէ որ ես գուզեմ, որ անիգա իր ջամփայեն դառնա ու ապրի։ Եվ հետևաբար գոչ կուղե նույն գլխու 31 եւ 32 համարներում մեջ ուգսե դերը ծեր ըրած բոլոր հանցանքները ծեր վրայեն նետեցեք եւ ցեզի նոր սիրտ ու նոր հոգի ստացեք։ Ինչու մեռնիք, ով Իսրայելի դուն։ Վասնզի մեռնողի մեռնիլը չեմ ուզեր գսե Տեր Եհովան, ուստի դարձեք եւ ապրեցեք։ Այսօր սիրելիներ, ցեզի պիտի պատմեմ իրական դեպքը, զղջումի իրական դեպքը, զոր գարտացած եմ վարք հարանցի քիրքի մեջ են, հայրերու վարքի կյանքի մեջ են։ Քրապարով է, ես սիրելիներ պիտի փորձեմ ցեզի աշխարհապարով թարգմանել եւ պատմել։ Ուրեմն գսվի, որ երդասարտը չարին գողմե թրթվելով այնքան մեծ մեղքեր գործե, մեծ մեղքերու մեջ կինա, որ ամոթը կպատեզինք եւ այլևս մարդոց երեսին չեր գրնար նայել եւ ոչ ալ Աստծո երեսին։ Եվ իր մտքին մեջ փերելով այն բոլոր դանչանքները դժողքին մեջ, որ պատրաստված է չարակորձներուն համար, եւ մյուս կողմը դեսնելով երանական եւ ուրախական կյանքը թրախտին մեջ, զոր Աստված խոստացած է բարեկորձներուն համար, ուստի զարհուրելով, վախնալով թադաս Աստուծո խիստ թադաստանեն, խղճահարություն կունենա եւ գսկսի ներքնաբես դանչվիլ եւ ամեն օր արցունք տապել, այնքան որ իր մարմինը եւ հոգին գսկսի մաշիլ, իր մարմինը գսկսի մաշիլ։ Այդ ժամանակ Աստուծո ողորմության մասին գսկսի մտածել եւ
Աստուծո ողորմութենեն քաչալերված գուզե հաղթել իր ամոթին, ուստի եկեղեցի գերտա եւ գինա քահանային ոտքերուն եւ իր մեղքերը գուզե անոր խոստովանել։ Սակայն երբ իր փերանը գփանա, որբեսի իր մեղքերը խոստովանի, այնքան գահարաչե, այնքան գուլա, որ իր փերանը գգապնվի եւ չգրնար խոսիլ։ Եվ այդ բաժարով ալ գնվաղի, գմարի։ Քանի անգամ գփորձե խոսիլ, խոստովանել, չի գրնար։ Ուստի խոստովանահայրը անոր գսե. դուն կնա մեղքերդ քրի ար եւ ապա վերադարձիր։ Եվ այս դղան իսկապես դուն գերտա իր մեղքերը քրի գարնե եւ ամիջապես իդ քահանային կվերադառնա։ Եվ կվերադառնա դարձյալ գփորձե փերնով խոստովանել, բայց դժբախտաբար նույն վիճակի մեջ կինա, արցունք, հարաճանք եւ նվաղում գմարեր։ Քահանան թուղթը գփանա այս երդասարտին մեղքերու ու գգարտա եւ քահանան գզարհուրի։ Գսե ես անցամ չեմ գրնար քեզի խրատ մդալ այդքան մեծ մեղքերուդ համար։ Գարդոնես, որ այս մեղքի թուղթդ սրբազանին ցույց տամ, եպիսկոպոսին ցույց տամ։ Եվ մեղավոր երդասարտը գսե այո դեր հայր, գխնդրեմ ցույց տուր։ Քահանան եպիսկոպոսի մոտ գերտա եւ անոր գերգարե թուղթը որբեսի գարտա, անոր եպիսկոպոսին բատմելով այն բոլոր բադահածի մասին, թե ինչպես երդասարտը եկած էր մեղքերը խոստովանու, սակայն հարաճանքներու եւ լացի պատճառով դժբախտաբար գնվաղեր, գմարեր, չեր գրնար։ Եվ քահանան գսե սրբազան ես ընթերցեցի այնքան ծանր մեղքերը, որ չգրցա անոր խրատ մտալ, ուստի անգե խնդրեցի, որ արտոնություն արի, որ գրնամ քեզ ցույց տալ, եւ անիգա ասավ այո, ահավասիկ հրամեցեք թուղթը եւ գարտացեք։ Սրբազանը եպիսկոպոսը գարնե երդասարտին քրած մեղքերու այդ ցանգը թուղթի վրա, գփանա, երբ գփանա գարտալու, կտեսնե, որ թուղթի մեջ բամը գրված չէ։ Քահանային գսե ինչ գարտամ, եւ որ մեջը քրություն չկա։ Քահանան եւ որ եպիսկոպոսին այս խոսքը գլսե, խիստ կզարմանա եւ եպիսկոպոսին գսե. Քերաշնոր սրբազան, այս երդասարտը ինք բերավ այս թուղթը անցամբ ինձի եւ ես բացի զայն եւ գարտացի ահա որ մեղքեր կրված էին այնտեղ։ Անոր համար կովդ բերի այդ թուղթը երդասարտին արտոնությամբ եւ դեսնելով քահանան, որ թուղթի մեջի կրվածը ամբողջությամբ չնչված է, գսե սրբազանին. Սրբազան, գտեսնեմ, որ մարդասեր Աստվածը դեսնելով այդ երդասարտին ճշմարիտ զղջումը եւ խոստովանությունը թուղթի ջամփով անոր մեղքերն ալ ահավասիկ չնչած է, արդարացուցած է զայն եւ անոր մեղքերը չնչելով զինք մակրած է իր բոլոր հանցանքներեն։ Եվ քահանան գանչել գուդա երդասարտը սրբազանին դիմաց եւ երդասարտին ցույց կուտան այն թուղթը, որ բերած էր, եւ այդ թուղթը ամբողջությամբ չնչված էր, ուստի երդասարտը դեսնելով խիստ գուրախանա ու գփերգրի եւ
Այն դրդմությունը, որ նախաբես ուներ մեղքի դրդմությունը իր սրդին մեջ, գրկնաբադիկ ավելի ուրախությամբ գրեցվի այդ սիրտը, իմանալով, որ Տերը իր մեղքերը ներած ու չնչած է։ Այդ ժամանակ կսե վարքարանցի մեջ քահանան Խոստովանահայրը եւ Սրբազանը անոր ոյ մեկ աբաշխարության բադիժ ու գարկ չեն սահմաներ, այլ բարձաբես սիրով գխրադեն այդ երդասարտին, որ Աստուծմե քոհանա իրեն անտեպ ցուցաբերած սիրույն եւ բարերարության համար եւ իրեն գխրադեն, որ ըսկուշությունն է իր անձին ու այլևս մեղքեր չկործե։ Սիրելի քույրեր եղբայրներ, ահա վասիկ այսպիսի ողորմած Աստված ունենք, ողորմած Աստված, որ ճշմարիտ աբաշխարողին, ճշմարիտ զղջացողին մեղքերը գներե ու հավիդյան չի իշեր։ Եսայի մարգարեին բերնով դերը գսե 40-րդ գլխու 25 եւ 26 համարները գարտամ։ Ես եմ որ քու հանցանքներդ ինձ համար գչնչեմ ու քու մեղքերդ ալ բիդի չի հիշեմ։ Միտքս ցկե մեկդեղ թադի ելենք, այսինքն եկուր, թիմացս եկուր, խոստովանե մեղքերդ։ Թուն խոսե, որբեսի արդարանաս։ Երբ որ սիրելիներ մեր մեղքերը խոստովանենք Տիրոջ, երբ որ իսկապես զղջանք, այդ ժամանակ գարթարանանք, բայց որքան մեր մեղքերը ծածկենք, այնքան ավելի սիրելիներ բիդի թժողքի գրագը, վախը, սարսափը դանչանքներու աբակայի մեր սիրտը դրդմությամբ լեցնե։ Երեմիայի մարգարեին բերնով ալ դերը գսե 31-րդ գլխու 34-րդ համարի մեջ վերջի մասը գգարտա միայն դերը գսե անոնց անօրենությունը բիդի ներեմ ու ալ անոնց մեղքը բիդի չհիշեմ։ Նույնը Պողոս Արաքյալ Եբրայեցիներու նամակի 8-րդ գլխու 12-րդ համարի մեջ Տիրոջ խոսքը Երեմիային ըսած գգրտնե եւ գսե եւ ես պիտի կավեմ իրենց անիրավությունները, ալ պիտի չի հիշեմ իրենց մեղքերն ու անօրենությունները։ Այո, սիրելներ, Տերը կխոստանա կավել մեր մեղքերը եւ ներել մեր անօրենությունները։ Մեզի ուրիշ բան չի մնար, եթե ոչ սիրելներ իսկապես խոնարեցնել մեր սիրտը, շնորհակալություն հայտնել Տիրոջ, որ մեզի չի հատուցաներ մեր մեղքերուն համաձայն։ Մեր Աստուծո նման Աստված չկա, ողորմած, երկայնամիտ, փազումողորմ, որ զղջացողին սիրելիներ արադակուց սևով իր սերը գահիտնե եւ ներելով անոր մեղքերը հավիդյան չի հիշեր այլևս։ Գավարդեմ այսօրվան հոգևոր նախաճաշը ցեզի ընթերցելով Միքիայի մարգարեության մեջ ըսված հետևյալ խոսքը Միքիա 7-րդ գլուխ 18 եւ 19 համարներ։ Քեզի պես Աստված ով գա, որ անօրենության գներե ու իր ժառանգությանը մնացորդին հանցանքը անդես կնե։ Իր փարգությունը հավիդյան չի բահեր, քանզի ողորմությունը գսիրե։ Անիկա պիտի դառնա մեզի ողորմություն պիտի անե, մեր անօրենությունները ոտքին տակ պիտի առնե։ Այո, անոնց բոլոր մեղքերը ձովուն խորությանը մեջ պիտի նետե։ Սիրելիներ, եկեք վստահենք մեր Տիրոջ, որ երբ խոստովանենք իր ոտքերուն առջև մեր մեղքերը, Տերը ոտնադակ պիտի նե մեր բոլոր անօրենությունները եւ ձովին խորերը պիտի նետե, որ այլևս չտեսնվին։ Փառք մեր ողորմած Աստուծոյին։ Եկեք այս 40-օրյա բայցողության օրերը այսպես օրտությամբ սիրելներ օգտագործենք, որովհետեւ ցերփազատենք եւ հավիտենական կյանքին արժանի լինենք։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի
եւ օրհնյալ օր ձեր բոլորին։